Կիմբերլյան պատերազմը շարունակվում է, մեզ հետաքրքրում է հետևյալ դրույթը, որպես առաջնային մանդատ ունեցողի, երբ շփվում եք միջազգային ձեր գործընկերների հետ, ներկայացնում եք իրավիճակը։ Սկզբնական օրերին այնպիսի տպավորություն էր, որ դրսից եկող արձագանքը կոչերի, հորդողների կամ միակողմանի վեկտորի տեսքով էր։ Հիմա արդեն 40 օր է, փոխվել է այդ տրամադրությունը։ Անկասկած, առաջին հերթին, առաջին օրերին միջազգային հանրության մոտ կար այդպիսի տպավորություն, որ այս պատերազմը հերթական լոկալ կարճատև ընդհարումն է, շփման գծում, որը որոշ չնչին փոփոխություններով կամ որևէ առանց որևէ փոփոխությունների շատ արագ կավարտվի եւ որը կրում է ինչպես Ադրբեջանի ղեկավարության համար միշտ հայեցակցությունը եղել է քարոզչական մեթոդ իշխանության պահպանման, այս անգամ էլ Ալիևի ռեժիմը իր վատ տնտեսական իրավիճակը եւ ընկնող ռեյտինգը փորձում է շտկել այդպիսի ընդհարումներով, բայց շատ արագ պարզ դարձավ, որ այս պատերազմը իրոք լայնամասշտաբ պատերազմ է եւ ներգրավում է ոչ թե Ադրբեջանը որպես սուբյեկտ եւ որպես մարտնչող կողմ, այլ ներգրավում է եւ հորդորվում է Թուրքիայի կողմից, այսինքն Հայաստանը այսօր առերեսվում է թուրք-ադրբեջանական տանդեմին եւ այսօր Արցախի պաշտպանության բանակը պայքարում է թուրք-ադրբեջանական ռազմական ուժերի, ռազմական կոմպլեքսի դեմ, հովանավորվում է եւ սնուցվում է սիրիական ահաբեկիչների խմբավորումներով, որոնք բերվում են Թուրքիայի կողմից ռեգիոն, եւ ինչը շատ մեծ մտահոգություն է առաջացրել միջազգային հարթակներում, եւ այսօր մենք երբ որ դիտարկում ենք Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները, մենք տեսնում ենք, որ այն փաստը, որ միջազգային ահաբեկչությունը փորձում է ներթափանցել Սիրիայի սահմաններից դուրս եւ ապակայունացնել Կովկասի ռեգիոնը, ինչպես նաեւ արդեն ոտնձգություն է անում ամբողջ քաղաքակիրթ Եվրոպա արևմտյան եւ նույնպես արևելյան քաղաքակրթությունների վրա, մենք սա շատ արագ սթափեցրեց այն միջազգային գործիչներին եւ որոշ միջազգային կառույցներին, իհարկե մենք դեռ աշխատանք ունենք անելու այս ուղղությամբ եւ դա իհարկե լայն մտահոգություն եւ շատ ավելի կտրուկ քայլերի եւ հայտարարությունների առիթ տվեց միջազգային կառույցների կողմից, չեմ ուզում թաքցնել, դրան նախորդեց մանրակրկիտ եւ քրտնաջան աշխատանք թե մեր արտաքին դիվանագիտական գերատեսչության կողմից, թե խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչների կողմից, ինչպես նաեւ այլ պետական կառույցների, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի այդ իրականությունը եւ իր ամենակարևորը ապացույցները եւ փաստերը շատ լայն կերպով տարածվեն որոշում կայացնողների եւ կարծիք ձևավորողների մեջ։ Որոշակի պարբերականությամբ ականատեսն ենք լինում, որ եվրոպական տարբեր երկրներում ու քաղաքներում ահաբեկչական տարբեր ակտեր են կատարվում եւ մենք փաստում ենք, որ սրանք այն նույն ահաբեկիչներն են, որ այսօր կռվում են Արցախի դեմ Սիրիայից վարձկանները, որոնք որ ունեն ծայրահեղական մոտեցումներ։ Եվրոպական երկրները կգնան ավելի որոշակի քայլերի եւ գուցե օժանդակություն, չգիտեմ, ուժերի համալրում տեղի ունենա Կովկասի մեր տարածաշրջանում։ Մեզ համար առաջին հերթին կարևոր է, որպեսզի եւ եվրոպական երկրները եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը եւ նախկին ԱՊՀ երկրների ղեկավարները հստակ հասկանան, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այսօր մեր տարածաշրջանում, դրանք ուղղակի կապված են այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում այսօր աշխարհի տարբեր քաղաքներում եւ այդ հասկացությունը կարծես թե մենք տեսնում ենք, մենք նաև տեսնում ենք միջազգային հանրության շատ ակտիվ եւ դրական արձագանքը մեր կոչերին, որ եւ այն մեր դիրքորոշմանը, որ Արցախի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը այս պահին
կանգնած են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որ ահաբեկչությունը եւ միջազգային ահաբեկչությունը չունի դեմք, չունի մարդկային դեմք, դա վախի, դա հուսահատության եւ դա ազատության կորստի փիլիսոփայություն է, որը միտում ունի տարածվել ամբողջ աշխարհով եւ ցանկացած եվրոպական թե այլ աշխարհի բոլոր երկրների, ես Եվրոպան չեմ տարանջատում, որովհետեւ ինչպես ասեցի, սահմաններ չկա այդ ոչ անձնավորված, բայց շատ արատավոր, իսկ ասեին նույնիսկ ֆաշիստական գաղափարախոսությանը։ Այս տեսակետից մենք տեսնում ենք արդեն, որ նաև շատ քաղաքներ, շրջաններ, տարբեր երկրների քաղաքական գործիչներ ավելի ու ավելի իրենց ձայնը բարձրացնում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ի նպաստ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ինչպես նաև կոչ են անում կանգնեցնել եւ պատժիչ միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ, որը այս պահին հանդես է գալիս որպես միջազգային աշխարհակարգի վրա ոտնձգություն կատարող ահաբեկչական հովանավորություն իրականացնող երկիր։ Այն, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, ապացուցման կարիք այլևս չունի եւ տեսակետ կա, որ Թուրքիան փորձում է ռուսական էլիտայի, այսինքն ոչ թե էլիտայի, այլ դպրոց անցած ներկայացուցիչներին, ովքեր որ ներկայացված են Ադրբեջանում, փոխարինել ավելի թուրքամետ գործիչներով, այսինքն վարել այն նույն քաղաքականությունը, ինչը որ եղել է 92-ին HB իշխանության ժամանակ։ Դուք արդյոք նման գիծ տեսնում եք եւ երկրորդ հավելումը հարցի, ինչ ռիսկեր կարող է պարունակել քաղաքականությունը, երբ արդեն իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ուղղակի հրահանգներ է ստանում պաշտոնական Անկարայից։ Պետք է փաստենք, որ այսօր մենք չենք դիտարկում Ադրբեջանը որպես անկախ միջազգային իրավունքի միավոր կամ ինքնուրույն որոշումներ կայացնող մի սուբյեկտ, այլ ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհում սկսում են ավելի ու ավելի, Հայաստանում դա արդեն պարզ է, բոլորս հասկանում ենք, նաև համաշխարհային հանրությունը տեսնում է, որ այստեղ դերակատարումը Թուրքիայինն է եւ դա նորից արդյունք է թուրքական նեոօսմանյան մկրտումների այդ ռազմավարության, որը արդեն 10-ից ավելի տարի բարձրագույն թուրքական պաշտոնյաների կողմից հայտարարվում է որպես տարբեր իրենց ելույթներով եւ հանրային խոսքում հայտարարվում է որպես Թուրքիայի գերիշխող գերակա արտաքին քաղաքականության նպատակը եւ այս տեսակետից իհարկե պատերազմը դարձավ կատալիզատոր այդ process-ի։ Իհարկե տեսական եւ ռազմավարական մտածելակերպի տեր գործիչները արդեն իսկ վաղուց տեսել են այդ միտումը եւ վերջի 1-2 տարվա մեջ նաեւ տեսել են, որ Թուրքիան ունի հստակ նպատակներ ապակայունացնել երկրները, որոնք գտնվում են իր սահմանի ամբողջ երկանքով։ Այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հայացքը շրջվել է դեպի մեր տարածաշրջան եւ դա պետք է դիտարկել որպես իր երկարատև երկարամյա արտաքին քաղաքականության եւ ագրեսիվ այդ նեոօսմանյան կայսրության վերականգնման այս խիմերայի իրականացման հերթական փորձ, բայց պատմությունը բազմաթիվ անգամ տեսել է այսպիսի օրինակներ, վերջինը մենք տեսել ենք 20-րդ դարի առաջի կեսում, երբ որ ֆաշիստական կուսակցությունը Հիտլերի գլխավորությամբ հայտարարեց նմանատիպ քաղաքականություն եւ գաղափարախոսություն որպես իր հետագա գերագույն նպատակը եւ մենք բոլորս գիտենք թե ինչով են վերջանում այսպիսի հիվանդագին եւ ապակառուցողական, իսկ ասեի նաեւ ավանտյուրաները սովորաբար շատ վատ են վերջանում եւ մենք կտեսնենք նաեւ այս սրա վերջը շուտով։
Այն, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի հրահանգները ստանում է Թուրքիայից եւ սա սուվերենության մասին է արդեն իսկ վկայում, որ չկա սուվերենություն, չկա հրահանգներ ընդունելու կարողություն հենց Ադրբեջանի ղեկավարության կողմից եւ վաղը մյուս օրը այսինքն չի էլ բացառվում, որ թուրքական դրոշը կարող է այստեղ լինել։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար, այո, սուվերենության անկումը ակնհայտ է, սուվերեն պետություն եւ ինքնուրույն խաղացող Ադրբեջան այլևս գոյություն չունի, եւ դա ոչ թե մեր վերլուծությունն է, այլ դա այն իրականությունն է, որը մենք ամեն օր տեսնում ենք, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ այցելությունների ժամանակացույցից, թե Էրդողանի միտումից պատասխանել միջազգային հանրության Ադրբեջանի փոխարեն, այսինքն Էրդողանը դարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ձայնը եւ շատ անգամ այն կոչերին եւ այն, որ միջազգային հանրությունը հղում էր Ադրբեջանին, շատ անգամ պատասխանում էր Թուրքիայի ղեկավարը եւ դա այն իրականությունն է, որը մենք այսօր եւ ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը տեսնում է, այո, սուվերեն Ադրբեջան կամ այն Ադրբեջանը, որի մասին գուցե մեր տատիկները եւ պապիկները իրեն սովետական երիտասարդության տարիներին ինչ որ շատ այսպես սովետական քարոզչության կողմից ներմուծված պատկերացումների շրջանակներում մտածում էին ոչ միայն մեր, բայց նաև ինչպես նշեցիք դուք այլ նախկին բնակիչները այդ Ադրբեջանը նույնիսկ միֆը այդ Ադրբեջանի մասին այլևս չկա եւ մենք այստեղ տեսնում ենք որ մենք գործ ունենք կարելի է ասել Թուրքիայի նահանգներից մեկի հետ որը ինչ որ դեռևս մնացորդային ինչ որ հաղորդակցություն է իրականացնում արտաքին աշխարհի հետ, բայց շուտով նաև դա կպակասի եւ մենք արդեն մեր տեսածը եւ նաև ես կարծում եմ ընդհանուր պատկերացումը իրանք լրիվ 100%-ով կհամընկնեն եւ այո, ցավում եմ, որ այս տեսակետից Թուրքիայի ներգրավվածությունը այնուամենայնիվ հանգեցրեց, որ այն հույսերը, որ հնարավոր կլինի բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ, ադրբեջանական ժողովրդի, հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի շահերից բխող լուծումներ գտնել Ղարաբաղյան այդ հարցին, այսօր մենք տեսնում ենք, որ այլևս Ադրբեջանի ժողովրդի ձայնը այլևս լռեցված է։